Պատերազմ չի լինելու է խաղաղություն Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրել է խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները։ Հիշեցնելով, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, Փաշինյանն ասել է, որ այժմ երկկողմ խորհրդակցություններ են ընթանում փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռևս հայտնի չէ։ Նյուզայեմի հետ զրույցում այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, Գրիգորյանի խոսքով հայտնելու նորություններ չունի, բայց որոշակի աշխատանքներ ընթանում են։ Պաշտոնյան գործընթացը փակուղային չի համարում։ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը։ Բիշկեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում նա նաև ասել է, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հավելելով պատրաստ են ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում, սակայն նրանց նպատակը ըստ ռուսական կողմի ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունը ընդլայնելը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները գրավյալ Արցախում օդանավակայան են բացել։ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդիսավոր արարողությամբ բացել են Լաչինի միջազգային օդանավակայանը։ 2011 թվականին Էրդողանի մասնակցությամբ օդանավակայան էր բացվել նաև Վարանդայում, 2022-ին Կովսականում։ Վրաստանի ներքին գործերի նախարար փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Նա շնորհակալություն է հայտնել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին ու գործընկերներին, նաև շեշտել հրաժարականի որոշումը հեշտ չի եղել, բայց հիմա երկրում հանգիստ ժամանակ է եւ կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նշենք, որ Վախթանգ Գոմելաուրին ընդգրկվել էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում, Թբիլիսիում նախորդ աշնանը ցույցերի կոշտ ցրման պատճառով։ Այդ դեպքերից հետո Վրաստանի իշխանությունները նրան պարգևատրել էին պատվոշքանշանով, շնորհել գեներալ գնդապետի կոչում եւ փոխվարչապետ նշանակել։ Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գելա Գալաձեն։ Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջող ավարտի դեպքում Թեհրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ, հայտարարել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Ըստ նրա, դա հնարավոր կլինի, եթե միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը իրականություն դառնա։ Առաջիկայում կհայտարարվի Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական կողմը պնդել է իրենց բնորոշմամբ խտրական օրենքների վերացման հարցում։ Լավրովը նաև ընդգծել է Ուկրաինայի համար չեզոք ոչ միջուկային կարգավիճակին վերադառնալը մնում է Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորման պայմաններից մեկը։